Ողջունում ենք ձեզ, ես Արմեն Սաղաթելյանն եմ, Մարտական եղբայրության անդամ, արհեստական բանականության ոլորտում գործող TenWeb ընկերության համահիմնադիր։ Բարև ձեզ, ես Արենն եմ, Մարտական եղբայրություն միաբանության անդամ, հանդիսանում եմ իրավական ինժեներ, դա AI-ի արհեստական բանականությամբ եւ իրավաբանության խառնուրդն է, երբ փորձում ենք օգտագործելով թվային տեխնոլոգիաները ավտոմատացնել, օպտիմիզացնել իրավական process-ները։ Եվ այսօր սկսում ենք թվային տեխնոլոգիաների վերաբերյալ հաղորդումների շարք։ Այսօր ներածական հաղորդումն է տեղի ունենալու, որտեղ հիմնականում անդրադառնալու ենք սենց այսպես ասած թեթև հարցերի, թե ինչ է իրանից ներկայացնում արհեստական բանականությունը այն մարդկանց համար, ովքեր լրիվ անտեղյակ են։ Հետագա հաղորդումների ընթացքում արդեն ավելի կոնկրետ թեմաների շուրջ խոսակցություն կունենանք։ Եվ երևի սկսենք առաջի հարցից, ինչ է իրականում արհեստական բանականությունը, ու արդյոք դա այն է, ինչ որ մենք տեսնում ենք ֆիլմերում, այսինքն ռոբոտների տեսքով կամ չգիտեմ, ինչ-որ այլ կերպ։ Դե նախ սկսենք նրանից, որ արհեստական բանականությունը չէ ֆիլմերի հետ, իրականում ֆիլմերում տեսած մեր ռոբոտների հետ համարյա ոչ մի կապ չունի, միակ կապը այն է, որ այնտեղ էլ է մեքենան մտածում, այստեղ էլ է մեքենան մտածում, բայց իրականում շատ քիչ է ընդհանրությունները։ Մի քիչ հերվից գամ ընդհանրապես այս հաղորդումը ինչ ենք որոշել նկարել, նաև աշխարհում տեղի ունենում երևի թե ամենամեծ արդյունաբերական հեղափոխությունը պատմության մեջ շատերը համարում են, որ այս արհեստական բանականությունը ամենամեծ փոփոխությունն է բերելու մարդկանց կյանքում, որ երբևէ որևէ տեխնոլոգիա բերել է։ Ու չնայած դրան շատերը նմանավանդ Հայաստանում, բայց ոչ միայն Հայաստանում անտեղյակ են, չեն օգտագործում ու լավ չեն պատկերացնում, թե ինչպես է իրենց կյանքը արդեն փոխվում դրա պատճառով արհեստական բանականության շնորհիվ ու արդեն փոխվում ու ավելի շատ փոխվելու ապագայում։ Ինչ է ընդհանրապես արհեստական բանականությունը, դե արհեստական բանականությունը, եթե ասենք շատ մատերի վրա բացատրենք, դա այն տեխնոլոգիան է, որը որ զարգանում արդեն տասնամյակներ ու հասել է մի հատ լուրջ հանգրվանի հիմա, որը թույլ է տալիս մեքենաներին մտածել ու անել ինչ-որ գործողություններ, որ մինչևս անում էին մենակ մարդիկ։ Ու դա շատ ընդհանուր ոնց որ շատ եթե սահմանումը լինի, հիմնականում արհեստական բանականություն հիմա ասելով ի նկատի ունեն այն տեխնոլոգիաները, որոնք որ հիմնված են մեքենայական ուսուցման վրա, machine learning-ի, իսկ ինչ է ընդհանրապես machine learning-ը, եթե էլի տենց փորձենք մատերի վրա բացատրել, շատ պարզ, մոտավորապես սա է, եթե ուզում ես օրինակ մեքենային բացատրել ինչա կատուն, դու կարող ես մինչև արհեստական բանականությունը կատուն սահմանվում էր, ասում էր, այսինչ կենդանիների, այսինչ խմբի, այսինչ ենթադասի, սենց կենդանի է, այսինչ չափերով եւ այլն, համակարգիչը ունենում էր այդպիսի ինֆորմացիա։ Բայց օրինակ երեխային այդպես չենք սովորացնում, չէ՞, ինչն է կատուն։ Ասում ենք սա կատու է, սա կատու է, սա կատու է, օրինակ 20 հատ կատու տեսնելուց հետո երեխան պատկերացում է կազմում կատուն ինչ ձևի է լինում, ինչ չափերի է լինում, ինչ գույների է լինում եւ այլն։ Ու մեքենայական ուսուցումը այդ գաղափարն է գրում իր մեջ, այսինքն մեքենային տալիս ես օրինակ, եթե ուզում ես կատվի նկարը ճանաչի կամ ընդհանրապես ինչ-որ օբյեկտների նկարներ ճանաչի, տալիս ես բազմաթիվ նկարներ, շատ մեծ քանակի, որոնք որ ինտերնետում կան բնականաբար, միլիոնավոր կատուների նկարներ կան, տալիս ես միլիոնավոր կատուների նկարներ ու ասում ես սրանք կատու են ու դրանից հետո այդ տեխնոլոգիաները այնպես են ստեղծված, այնպեսի ալգորիթմներ են ստեղծվել, դե տեխնիկական մասին ես չեմ խորանա, ստեղծվել են այնց տեխնոլոգիաներ, որոնք որ հնարավորություն են տալիս մեքենային սովորել ու հասկանալ դրանից հետո արդեն որ ցույց ես տալիս շան նկար, ասում է սա կատու չի, երբ որ կատու ես ցույց տալիս, ասում է սա կատու է։ Դա շատ պարզ ու այդպես աշխատում են արդեն վաղուց, երևի մոտ 20 տարի է կամ
առնվազն 15-18 տարի է, կան այդպիսի տեխնոլոգիաներ, որոնք որ աշխատում են այդ մեքենայական ուսուցման վրա, պատկեր են ճանաչում, ձայն են ճանաչում, հեռախոսների բաներն են, Face ID-ներն են։ Վերջին տարիներին, բացի այդ machine learning-ի մեքենայական ուսուցման հիմքի վրա ստեղծվել են ավելի բարդ համակարգեր, ավելի բարդ ալգորիթմներով ու տեխնոլոգիաներով, large language models-ը, այդ մեծ ոնց է հայերեն։ Մեծ լեզվական մոդելներ, հա։ Մեծ լեզվական մոդելներ, երևի հատեցա թարգմանվում, որոնք որ նաև կոչվում են generative model, այսինքն ստեղծող մոդելներ, generative AI, որոնք կարողանում են ստեղծել, իրենք ստեղծել, ոչ միայն ճանաչում են, այսինքն հասկանում են, որ սա կատու է, նաև կարողանում են օրինակ տեքստ գրել, պատմել կատվի մասին, կամ օրինակ դու տալիս ես ինչ-որ մի բան, նրանք կարողանում են ստեղծագործել, ոճը փոխել, տեքստ գեներացնել, իսկ դա վերջին տարիներին նաև զարգացավ ու հիմիկվա մոդելները արդեն կարողանում են մտածել բավականին լավ, այսինքն ի վերջո մենք գալիս ենք հասնում ենք ու արդեն մեծամասամբ հասել ենք այն հանգրվանին, որ մեքենան կարողանում է մտածել ու տրամաբանական քայլեր անել, ոչ թե ֆիքսված քայլերով, այսինքն որ ալգորիթմը տված է այս հարցի դեպքում սենց էս պատասխանում, այս քայլից հետո գնում ես այս քայլին, այլ մեքենան արդեն ինքն է որոշում, որ քայլից հետո ինչ անի կամ որ բառից հետո որ բառը դնի, ու այդպես հասել ենք ինչ-որ մի հանգրվանի, որտեղ որ մեքենաները ագին լավ մտածում են։ Իսկ դու Արմեն ջան նշեցիր մտածել, բայց այն մտածելը չի, չէ՞, ոնց որ մարդիկ են մտածում։ Ամեն դեպքում դու նշեցիր, որ բազմաթիվ ինֆորմացիա են տալիս, դրա վրա ինչ որ ոնց որ հետագծեր, հա, ասենք այդ pattern-ներն է սովորում մեքենան ու դրա միջոցով կարողանում է գեներացնի կամ մտածի, բայց արդյոք այդ ինչքանով է առնչվում մարդու մտածելու հետ, թե զուտ մաթեմատիկական հաշվարկ է։ Այ շատ լավ հարց է, Արեն ջան, շատ հետաքրքիր հարց է։ Ես այդ հարցի հստակ պատասխանը չունեմ ու ճիշտ ասած կասկածում եմ, որ ոչ ոք չունի այդ հարցի պատասխանը, որովհետև ի սկզբանե այդ նեյրոնային ցանցերը ստեղծվել են մեքենայական ուսուցումը, ստեղծվել են նեյրոնային ցանցեր կոչվող գաղափարի վրա, որը որ ինչ որ իմաստով ճիշտ է, ինքը շատ նման չի, բայց նեյրոնը դե ուղեղի բջիջն է, նյարդային բջիջն է ու իրանք ստեղծվել են ուղեղի մոդելով, այսինքն ի սկզբանե հենց իդեան միտքը եղել այն, որ իրանք ստեղծեն համակարգ, որը աշխատում է ուղեղի նման, թե ինչքանով է դա նման, դա շատ դժվար է ասել իրականում, ու նույնիսկ ես բազմաթիվ տեսել եմ շատ լուրջ այդ ստեղծողները հենց բուն, հենց ովքեր հիմա այդ առաջին մակարդակում ոնց որ առաջնագծում ստեղծում են այդ նոր տեխնոլոգիաները, նույնիսկ իրանք բանավիճում են այդ քո ասած հարցի շուրջ։ Այսինքն հստակ պատասխան թե արդյոք դա իրոք մտածում է, թե սա ուղղակի մաթեմատիկական հաշվարկ է, այդ հարցը շատ դժվար է, որովհետև մտածելը օրինակ ես վստահ չեմ, որ այդքան լավ սահմանված է մարդու ուղեղը ոնց է մտածում։ Օրինակ գիտության ուղղություն կա, որ ասում եմ ուղեղն էլ է էլի մաթեմատիկական հաշվարկ ինչ-որ իմաստով։ Նույն ձևով չեն աշխատում բնականաբար, շատ տարբեր են, բայց ով ասաց, որ նրան մտածել չեն կարող ասել, էլի։ Նա, այսինքն կանանք միայն փիլիսոփայենք։ Այսինքն, այդ մասով։ Այսինքն, եթե ասենց ավելի պարզ ասեմ, եթե օրինակ դու խոսում ես անի ChatGPT կամ Gemini-ի հետ, ինչ որ մի բան ես, իմիջիայից վերջինս մոդելում Gemini, չնայած էլի կան վերջի մի քանի մոդելներում, ոչ միայն բանի, համ Google-ի, համ ChatGPT-ի, համ DeepSeek-ի վերջին մոդելներում կա հնարավորություն, որ դու տեսնում ես ինքը ոնց է մտածում, այսինքն ժամանակ ես տալիս ինքը մտածում է, ու դու կարող ես նաև կարդալ այդ իր մտքերը, թե ինչ է ինքը մտածել։ Ու երբ որ այդ մտածածը կարդում ես, ինքը ռեալ ահագին մարդու նման է մտածում, այսինքն օրինակ կարծիք է կազմում հարց տվողի մասին, ասում է եթե ինքը սենց է հարցը ձևակերպել, երևի ինքը այս կարծիքին է, արժի որ ես օրինակ հակառակ բանը չասեմ, ու այդ տիպի բաներ, դա եթե դու մտածել չի բանել, բայց ինչ է, հենց կոնկրետ մտածել է, այսինքն մարդու տրամաբանությունն է էլի օգտագործում։ Ասեմ ավելին, ինքը կարծիք քո չաթի ընթացքում, քո զրույցի ընթացքում ինքը կարծիք է կազմում քո մասին, ու ըստ դրա ենթադրում է քեզ ինչ է պետք ու համապատասխան պատասխանում է։
Նա Դա արդեն դա հենց մտածելն է, օրինակ իմ կարծիքով, էլի։ նա հետաքրքիր է։ Իսկ ինչ կապ ունի այս արհեստական բանականությունը մեր առօրյա կյանքի հետ, էլի ո՞նց ենք մենք առնչվում քո կարծիքով։ Հա, այդ օրինակ հետաքրքիր է, ես ինքս մարդիկ հանդիպել եմ, որոնք ասում են, դե ես չեմ օգտագործում կամ ինձ է պետք չի կամ եւ այլն, Կամ դեմ են ընդհանրապես։ նույն մարդիկ, հա, դեմը դա չգիտեմ, դրան դեմ կարաս լինես, թե չէ, այդ կան իմաստել չունի, աշխարհը փոխվում է, ուզած չուզած էլ, ոնց որ չես կարա կտրվես աշխարհից, կամ կարաս ուղղակի դա ուրիշ կյանք կլինի։ Հա, մարդիկ կան, որ ասում են, դե ես չեմ օգտագործում, ես չեմ դրա իմաստը չեմ հասկանում եւ այլն, բայց այդ նույն մարդիկ օրինակ email-ում spam filter ունեն, որը էլի բանով է աշխատում, AI-ն է որոշում էլի բաներով, այդ ասած pattern-ներով, այսինքն օրինաչափություններ գտնելով նամակների մեջ, որն է բան spam, որը spam չի, որը նորմալ նամակ է, որը ինչ որ կեղծարարություն է կամ spam ասելով նկատի ունենք ոչ ցանկալի նամակ էլի, եթե այդ տերմինը ինչ որ մեկը կարող չիմանա, օրինակ արդեն վաղուց երևի կոնկրետ տարի չգիտեմ, բայց երևի 20 տարուց ավելի email provider-ները ունեն արհեստական բանականությամբ աշխատող ալգորիթմներ, որոնք որ որոշում են այդ նամակը կարևոր նամակը, թե կարևոր չի։ Կամ օրինակ բոլոր սոցիալական ցանցերում feed-ը, այսինքն հաջորդը քո մոտ ինչ է գալու, ինչ post-եր է գալիս, դրանք AI-ով են աշխատում շատ վաղուց ու գնալով զարգանում են, այսինքն կոնկրետ քո համար, օրինակ որ Facebook կամ TikTok, կոնկրետ քո համար բան արած, հավաքած էջա, չէ՞, այսինքն կոնկրետ քո նախասիրությունները, կախված նրանից որտեղ ես, որ post-ի վրա ես երկար կանգնում, որի վրա ես քլիկ անում, որն ես լայքում եւ այլն, ինքը արդեն որոշում է բնականաբար նա մարդիկ չեն որոշում դու ինչ պետք է հաջորդը տեսնես արհեստական բանականությունն է որոշում թե հետո որը պետք է տեսնես նույնը YouTube-ում հաջորդ վիդեոները ու բազմաթիվ տենց recommendation պլատֆորմներ կան որոնք որ ամենտեղ օգտագործվում են դա ասում եմ արդեն 20 տարուց ավելի է օգտագործվում է ու այդ մարդիկ որ ասում են չեմ օգտագործում իրականում իրանք ամեն օր օգտագործում են էլի կամ ասենք հեռախոս իմ համարյա բոլորն են սմարթֆոններ օգտագործում սմարթֆոնի մեջ բազմաթիվ ֆունկցիաներ կան որ միգուցե ոչ այդքան ասենք GPT-4-ի մակարդակի մոդելներ բայց ասենք ինչ որ parse AI մոդելներ օգտագործում են էլի բազմաթիվ տեղեր Այսինքն նույնիսկ ինֆորմացիան կարելի է ասել հենց արհեստական բանականությունն է մեզ տալիս այն ինֆորմացիան որը մենք ոնց որ օրվա ընթացքում սպառում ենք նրա առօրյա կյանքում նույնիսկ այդ ասենք էլի եթե այդ ալգորիթմները արհեստական բանականություն են օգտագործում դա իրականում այդ արհեստական բանականությունները կառավարվում են մարդկանց կողմից, այսինքն մարդիկ դրանց ստեղծողները մարդիկ են, այսինքն մարդիկ սովորացնում են այդ համակարգերին, այսինքն եթե ինչ-որ մի բան անում են այնց որոնց որ չեն ուզում մարդիկ, օրինակ, չգիտեմ, սկսի ռասիստական պոստերին բան անել, առավելություն տալ դեպքում մարդիկ կմիջամտեն ու կասեն, որ պատժեն կոպիտ ասած, բանին կասեն չարություն ես անում, վատ բան ես անում, բեր բարի պոստերը, ոչ թե, ասենք, ռասիստական պոստերը։ Այդ AI-ը մեկ-երկու անգամ հետո կսովորի ու արդեն կանին են ոնց որ մարդը թելադրում է։ Մարդը թելադրում է։ Իսկ ինչ կարծիք ես ChatGPT կամ ինչ կասես ChatGPT-ի մասին, որտեվ բոլորը ChatGPT-ից են խոսում, չնայած կան լիքը լեզվական մոդելներ, լիքը արհեստական բանականության մոդելներ կան, որոնք հասանելի են նույնիսկ անվճար են ChatGPT-ն էլ է անվճար, բայց իր այն բոլոր հնարավորությունները օգտագործելու համար պետքա վճարես, բայց բոլորը խոսում են ChatGPT-ից։ Ինչ կասես, ինչ է դա, որտեվ դրանով չէ վերջը այս վերջի ժամանակահատվածում հայտնի դառավ ոնց որ մտավ շրջանառության մեջ հենց այդ արհեստական բանականություն երևույթը, էլի։ ChatGPT-ին նախ GPT-ն այդ տեխնոլոգիան է, այդ որ այդ ChatGPT ստեղծողները ի սկզբանե չեն ստեղծել, այդ բանը GPT-ն generative pre-trained transformer այդ տեխնոլոգիան է, որ սկզբում ուղղակի որպես գիտական ուսումնասիրություն հոդվածներ
եղել է ու եթե չեմ սխալվում Google-ում են ստեղծել, Google-ի գիտնականներն են ստեղծել ու դա տեղադրել են աշխարհում ու այդ OpenAI-ը, որ ստեղծել է ChatGPT-ին, այդ տեխնոլոգիան օգտագործել է ու կարողացել է մի ագի ժամանակ լավագույն մոդել ունենալ ու իմիջիալից բանը, եթե նայեք, հա, իրանք մի պահ իրոք անցան բոլորին ու հիմա էլ առաջինն է, կամ առաջինն են, կամ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, անընդհատ Google-ի հետ մրցակցում են, ավելի շատ առաջ են լինում, քան թե հետ, բայց օրինակ մի անգամ մի հատ հարցազրույց էի նայում, այդ Google-ի հենց ստեղծողները ասում են, որ այդ տեխնոլոգիան օգտագործելով ինչի ստացվեց, որ OpenAI-ը Google-ում ստեղծած տեխնոլոգիան ավելի լավ կիրառեց ու առաջ անցավ ու դրա պատասխանը էր, որ OpenAI-ի առաջի ստեղծած մոդելները բան էին անում, լիքը սխալ ինֆորմացիա էին տալիս, Google-ը իրան չէր կարող թույլ տալ, իր ռեպուտացիան տենց գցեր ու օրինակ հրապարակեր մի հատ տենց ChatGPT պայմանական, որը որ լիքը հալյուցինացիաներ, անկապ ինֆորմացիա կտար, սխալ ինֆորմացիա կտար, իսկ GPT, ասենք, ChatGPT 2-ը 3-ը, որ դեռ այդքան 3-ից նա սկսեց պոպուլյար դառնալ, մինչև այդ իրանք ահագին թույլ էին ու բան էին, լիքը սխալ ինֆորմացիա էին տալիս։ Google-ը զգուշավորություն ոնց որ կիրառեց, իրանք փորձեցին դանդաղ ու ճիշտ ձևով անել ու այտենց OpenAI-ը առաջ անցավ ու հիմա այտենց պայքարում են, դե OpenAI արդեն հսկայական ահռելի կազմակերպություն է ու միլիոններ, հա, իմիջիալից այդ անվճար լինելու մասով էլ ասեմ, այդ անվճար է, որովհետև ինվեստորները ահավոր սարսափելի մեծ գումարներ են դնում ու կորցնում զուտ նրա համար, որպեսզի առաջինը լինեն։ Այսինքն դա անվճար է, որովհետև անվճար է ուրիշի հաշվին։ Այդ բաները, ասենք ChatGPT-ին, կոպիտ ասած, եթե ասենց էլի մատների վրա բացատրենք, ChatGPT-ին մի բան սովորացնելը, մի նոր ինֆորմացիա տալը, կարող է, ասենք, չգիտեմ, $10 միլիոն օրինակ արժենա, ու այդ ինվեստորները դնում են, ասենք, Google-ն է դնում կամ OpenAI-ն է դնում, իրանց ինվեստորներն են Վրաստան այդ փողը տալիս, որպեսզի իրանց կամպանիան առաջինը լինի, այդ մրցավազքում հաղթի, որովհետև երկարաժամկետ այդ AI-ի մրցավազքը հաղթող, ասենք, առաջի 2-3 կազմակերպությունները լինելու են աշխարհում առաջատար, էլի, շատ հարցերով։ Դա էլ անվճար լինելու մասով։ Այն այդ հալյուցինացիաների սխալ ինֆորմացիա տալու մասով բանել ես ասեմ, օրինակ, երբ որ դուրս եկան արդեն այդ հասանելի դառավ լայն շրջանակների այդ իրենց մոդելները, հենց նույնիսկ այդ 3-ից առաջվա մոդելները ուրիշ անունով էր կոչվում, այդ համարակալումը չէր սկսվել, այդ մոդելների ժամանակ արդեն օրինակ մասնագիտական կիրառության ժամանակ, օրինակ հենց իրավաբանության մեջ կիրառելուց արդեն ոնց որ դու զգում էիր, որ այդ ամենաառաջի սկզբնական մոդելներով ինչ ուզես կարաս անես, հենց իրավաբանության ավտոմատացման մեջ, որովհետև միշտ չի մասնագիտության մեջ ինչ-որ ավտոմատիզացիա անելու կամ այդ մեծ լեզվական մոդելները կիրառելու համար միշտ չի, որ պետքա ճիշտ ինֆորմացիա դու ստանաս այդ մոդելից։ Քեզ պետքա շատ հաճախ դու տաս տեքստը այդ մոդելին, ինքը մշակի ու այդ տեքստից ինչ-որ արդյունք ստանաս, օրինակ ինչ-որ վերլուծություն, կամ ավելի պարզ օրինակ ասեմ, օրինակ, չգիտեմ, տաս ինչ-որ իրավաբանական նախադասություն ու ասես արդյոք այս իրավունքա թե պարտավորություն, մինչև այս մեծ լեզվական մոդելները դժվար էր այդ պետքա տոկենիզացիա աներ, այնտեղ են հին կոպիտ ասած այդ մոդելներն էր օգտագործում, որոնցով շատ դժվար էր այդպես ճշգրիտ ու ունիվերսալ գործիք ստանալ ու տեքստերի հետ աշխատել։ Այսինքն այդ իմաստով LLM-ը օգտագործվում է ոչ թե որպես ինֆորմացիայի աղբյուր, այլ մտածող գործիք, տեքստ գեներացնող, կոնտեքստը իրան տալիս է ամբողջությամբ, ինչքան պետք է ինֆորմացիա է տալիս, ու ինքը իրան մնում է մտածելը դրա շուրջ։ Մտածել, հա, տեքստը մշակել տեքստը ու այդ տեքստի վերաբերյալ ինչ-որ արդյունք տալ, որը արդեն այն մասնագիտությունները, որոնք որ տեքստի հետ շատ են աշխատում, արդեն այդ մասնագիտություններին շատ
մեծ օգուտ կարա բերի այդ մեծ լեզվական մոդելը։ Մենք պետք է անհանգստանանք արհեստական բանականության մասով, էլի ինքը ինչ որ, չգիտեմ, ինչ որ վտանգներ ներկայացնում է հասարակության համար կամ ինչ որ մասնագիտությունների համար, որտեվ շատ են, չէ՞, խոսում արհեստական բանականությունը, հեսա վերացնելու է մի շարք մասնագիտություններ, նույնիսկ թվարկվում է այդ մասնագիտությունները, իրավաբանությունն էլ որոշ չափով ոնց որ դրա մեջ է մտնում։ Ինչ ես կարծում։ Վտանգ միանշանակ կա, ու մի քանի տարբեր վտանգներ են։ Դե խոսանք սկզբի համար բանից, այդ աշխատանք կորցնելուց, բայց գանք դրական կողմից, արհեստական բանականությունը թույլ է տալիս մասնագետին, ծրագրավորողին, իրավաբանին, ու շատ տարբեր, գիտեմ, գրողին, նկարիչին, դիզայներին եւ այլ բոլոր շատ տարբեր մասնագետների անել շատ ավելի շատ գործ, մեծ ծավալի գործ միայնակ, առանց օգնականների, այսինքն առանց մարդ օգնականների փոխարեն ունենալով արհեստական բանականությունը։ Այսինքն, եթե օրինակ դու ունես ինչ-որ մի հատ իդեա ծրագրավորման մեջ, ուզում ես ինչ-որ ծրագիր ստեղծես, եթե մի 10 տարի առաջ դու պետքա 5 հոգանոց թիմ պահեիր, որը մեկը օրինակ back-end-ը կսարքեր, մեկը front-end-ը կսարքեր, մեկը, չգիտեմ, կինտեգրեր ինչ-որ ուրիշ սերվիսների հետ, հիմա դու կարող ես շատ դեպքերում, եթե դու լավ պատկերացնում ես ինչա ու տեխնոլոգիաներից գաղափար ունես, դու կարող ես այդ ամեն ինչը անել լրիվ մենակ, արհեստական բանականության հետ ուղղակի chat անելով։ Բայց այդ շատ կարևոր է այդ մասը, որ ես ասացի, որ դու հասկանաս ինչ ես անում, որովհետև կարող օրինակ քեզ տա ծրագիր, որը որ համարյա այն է, ինչ որ դու ուզում ես, եթե դու չհասկանաս կոնկրետ ինչը այն չի դրա հետ, չկարողանաս ուղղես իրան, դու երբեք չես ստանա, կարող ավելի երկար տևի, քան թե ասենք թիմ վարձեիր, էլի։ Իսկ եթե դու գիտես կոնկրետ ինչ ես ուզում, պատկերացնում ես, հստակ կարողանում ես լավ ձևակերպել ու կարողանում ես, եթե սխալ բան քեզ տվես, դու հասկանում ես կոնկրետ ինչն է սխալը, իրան տալիս ես պատասխանում ես, ասում ես, այս մասը ճիշտ ես արել, այս մասը սխալ ես արել, դու կարողանում ես ստանալ ոնց որ 5 հոգու արած աշխատանքը, ասենք 5 հոգու մի շաբաթ արած աշխատանքը մի օրում AI-ը քո համար անում է։ Այդ տեսակետից ես կարծում եմ, որ ամենամեծ ազդեցությունը որ ունենալու է այդ անալնելու, որ ավելի process-ները ամեն ինչ արագանալու է, ու մարդիկ պետք է ադապտացվեն դրան։ Եթե մարդը տարիներով կամ տասնյակ տարիներով նույն գործն էր անում, իր բանում կոմպի դեմը նստած կամ չգիտեմ, թուղթու գրիչով, թուղթու մատիտով ու անում էր ինչ-որ մի բան, որը կարելի է շատ հեշտ մեխանիկական գործ է կարելի է փոխարինել AI-ով, ինքը իր գործը կկորցնի։ Բնականաբար ինքը պետքա փոխվի, ինքը պետքա հարմարվի, շատ արագ է փոխվում ու բոլոր մակարդակներում արագ փոխվում։ Ղեկավարից սկսած մինչև ամենապարզ գործանող աշխատողի համար գործը փոխվում է, աշխատանքը, պահանջները փոխվում են։ Եթե քո ասենք մյուս աշխատողները անում են 5 անգամ ավելի շատ գործ, քան թե անում էին 5 տարի առաջ, դու չես կարող արդեն մրցունակ մնալ։ Բնականաբար պետք է սովորես։ Ու այդ տեսակետից, հա, բազմաթիվ մարդիկ կարող է գործը կորցնեն, եթե չկարողանան ադապտացվել։ Բայց մյուս կողմից էլ ասում եմ, process-ները կարագանան, ավելի շատ բարիք կստեղծվի, ավելի շատ product կտան, այդ շատ ավելի տես դրական կողմեր էլ կա, էլի։ Ըստ էության նույն իրավիճակն է, ոնց որ արդյունաբերական հեղափոխության ընթացքում, էլի, լիքը մարդ կորցնում է գործը, բայց ընդհանուր առմամբ բայց հիմա շատ արագ է։ Այն ժամանակետի շատ ավելի արագ է, 100 տարի է տևել, իսկ հիմա ամեն տարի է տենց մի հատ բան, մի հատ մեծ հեղափոխություն լինում, էլի։ Շատ արագ է, շատ ավելի արագ ու անխուսափելի ու հետագայում ոնց որ մենք չենք պատկերացնում հիմիկվա մեր աշխարհը առանց արդյունաբերական հեղափոխության, տենց էլ հավանաբար երևի մի 50 տարի հետո չեմ պատկերացնի, թե առանց AI ոնց էին, չգիտեմ, ինչ բաներ անելու, հա։ Իսկ ձեռով դնում էին տեքստ էին գրում, հավաքում մարդիկ։ Այս արհեստական բանականության թեման, քո կարծիքով Արմեն ջան, ինչպես է առնչվում մեր Հայաստանի հետ, էլի ինչ ենք մենք խոսում այս դրանից։ Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է, առանցին չի, ոնց որ առանցին մոլորակի վրա չենք։ Բնականաբար, եթե աշխարհը զարգանում է, մենք եթե հետ մնանք, եթե մենք չօգտագործենք այդ տեխնոլոգիաները, ոնց որ հետ ենք մնալու, մրցունակ մեր
Հայաստանում արտադրված ապրանքները մրցունակ չեն լինելու, ապրանք ասելով լայն իմաստով էլ էդի կարա Նաև ծառայությունը։ վիրտուալ լինի, կարա ծառայություն լինի, կարա ֆիզիկական լինի։ Ապրանքները մրցունակ չեն լինի, եթե չանենք, բանը գինը մրցունակ չի լինի, որտեղ այդ ծավալը չենք կարողանա տանք, ասենք օրինակ, չգիտեմ, եթե միտեղ պետքա կարաս 10, չգիտեմ, օրինակ պայմանական բանում Մոլդովայում մեկը այդ նույն բանը անում է 10 հոգով, դու 200 հոգի մարդ պահես դրա համար, բնականաբար երբեք չես կարող մրցակցես։ Դրա համար պետք է այդ տեխնոլոգիաները մաքսիմալ արագ ոնց որ բան իմպլեմենտացնել, տեղադրել համապատասխան տեղերում։ Կան բնականաբար կան ընկերություններ, որոնք որ ահագին անեն, առաջ են հենց մեր TenWeb-ը ամբողջությամբ բոլոր մակարդակներում մենք արհեստական բանականություն օգտագործում ենք բազմաթիվ մոդելներ ու ամեն օր հետևում ենք նորություններին ու նոր բաներն ենք ինտեգրում ու կան բնականաբար բաներ հայկական մեծ կամպանիաներ, որոնք որ այդ առաջնագծում են այդ տեխնոլոգիական առաջընթացի, բայց դե պետական մակարդակով կարծում եմ դեռ շատ գործ կա անելու էլի, որովհետեւ Հայաստանը որպես երկիր մրցունակ լինի այդ ոլորտում այդ աշխարհում։ Ու երևի Հայաստանի պես փոքր երկրի համար էլ հենց արհեստական բանականությունը լավ շուկա է, որովհետև այսինքն քեզ պետք չի շատ մեծ տարածք, օրինակ գյուղատնտեսություն չի, որ դու ասես ես քիչ տարածք ունեմ, չեմ կարող ինձ գյուղատնտեսություն թույլ տամ, նենց բանա, որ ունես դու մասնագետներ ու կարաս ոնց որ թիրախավորես այդ ոլորտը ու մտնես համաշխարհային sense մրցակցության մեջ։ Լրիվ համաձայն եմ։ Ամփոփելով նշեմ, որ այս հաղորդաշարը շարունակական է լինելու, տարբեր թեմատիկ հարցեր են քննարկվելու տարբեր մասնագետների կողմից, դուք կարող եք ձեր հարցերը, առաջարկները գրել մեկնաբանություններում, եթե ինչ-որ թեմա կա, որ ձեզ հետաքրքրում է, մենք սիրով կքննարկենք, շնորհակալություն, հաջողություն։